ես հիշում եմ 2019 թվականին, երբ էլի շատ մեծ լարվածություններ կար, որովհետև մենք խնդիր ենք դրել ապօրինի ծառայատումները կասեցնել, շատ մեծ լարվածություններ կար եւ առաջացել էր եւ Իջևանում եւ Հաղարծին գյուղում, որը էլի իմ մայրական կողմի հարազատ գյուղն է, եւ ես այն ժամանակ մարդկանց ասում եմ, որ մենք պետք է փոխենք վերաբերմունքը անտառից եկամուտներ ստանալու, անտառը բարեկեցության գործոն դարձնելու մեր դիտանկյունը պետք է փոխենք, եւ այն ժամանակ շատ մարդկանց համար անհասկանալի էր, թե ինչի մասին է խոսքը, բայց այսօր օրինակ նույն Հաղարծին գյուղում բոլորը տեղյակ եք, որ նոր գործարարության նոր ձև է առաջացել այն վիլիսները, որոնք կամ մյուս մեքենաները, որոնցով մարդիկ անտառից փայտ էին բերում, հիմա դարձել են գունավոր եւ գույնզգույն մեքենաներ, այդ մեքենաներով զբոսաշրջիկների են բարձրացնում դեպի դիմաց լեռ կամ այլ անտառներ եւ դրա շատ ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան նախկինում կարող էին ստանալ։